Որոշակի անոմալ վիճակ է ստեղծվել, քանի որ մենք ներկայացրած ենք եղել գրավի միջնորդություն նախկինում, որը պետք է քննվեր մեր կարծիքով առանձին եւ որոշում կայացվեր, քանի որ դա վերաբերվում էր երկրորդ կալանավորմանը վերաքննիչ դատարանի կողմից, բայց քանի որ քննվեց արդեն կալանքի երկարացման միջնորդությունը, հետևաբար գրավի միջնորդություն որպես այդպիսի ներկայացվել է արդեն ոչ թե մեր նախկին միջնորդությունը, չնայած կարող է տպավորություն ստեղծվի պնդել են կամ չենք պնդել, բայց այլ արդեն երկրորդ անգամ կալանքի երկարացման միջնորդության քննության շրջանակներում, այսինքն իրավական տեսակետից երրորդ անգամ կալանավորելուց համապատասխան գրավը կիրառելու միջնորդությամբ գումարի չափ չենք սահմանել, թողել ենք դատարանի հայեցողությանը։ Տեսանյութերը, որոնք որ պետք է 3 նոր տեսանյութերի էլի, որոնք որ պետք է 3 ներկայացվեին, ներկայացվեցին այսօր։ 18 երևի 18 ձայներից կարող է 15-ից ավել ձայներից ենք ներկայացրել, որի մեջ հաստատվում է մեղադրանքում արձանագրված մի շարք փաստերի ոչ հիմնավոր լինելը։ Որոնք դատանում արդեն հրապարակված էին, թե նոր տեսանյութեր։ Չէ, տեսանյութերի աղբյուրները բոլորը համացանցն են, որոնք մի մասը գործում կարծում ենք կան, որովհետև երբ որ մենք նախկինում փորձել ենք նաև քննարկել ենք վարույթ իրականացնող մարմնի ներկայացնել, ինքը նշել են, որ ունեն եւ ոչ թե փորձել են գրավոր ներկայացնել, այլ ցույց ենք տվել, որ sense նյութ կա դուք ունեք, ասել են հա ունենք ու համապատասխանաբար արդեն ուղարկվել են փորձաքննությունների, տեսանյութերը բոլորը արկա են համացանցում, դրանք վերաբերվում են ինչպես մարտի 1-ին, այնպես էլ ձայնագրություններն են եւ մի շարք, չէ, խոսքը գնում է դա մի մասը վերաբերվում է մարտի 1-ին, դրանից առաջ եւ դրանից հետո արկա նյութերին, այսինքն հանրահավաքներն են, դրանք մարտի 1-ի դեպքերն են եւ մի մասը վերաբերվում է գաղտնալսումներին եւ վերջերս տրված որոշակի ինտերվյուների, որի հետ կապված խնդիր ենք տեսնում արդար դատաքննության հետ։ Դրանք բովանդակություն Իհարկե անձեռնամխելիության հարցին դա անդրադարձ կատարվեց, որովհետև այդ հարցը այդպես էլ վերջնական կարգավորում չի ստացել դեռևս, քանի դեռ չունենք վերջնական որոշում, վճռաբեկ դատարանը հայտնի որոշմամբ չի անդրադարձել անձեռնամխելիության վերջնական որոշման, ինքը այդ որոշակի մեկնաբանություն է տվել եւ ուղարկվել է վերաքննիչ դատարան քննելու, որի հետ կապված կա մի շարք նման մեկնաբանությունը ունի մի շարք խնդիրներ, այդ թվում նաեւ անմեղության կանխավարկածի խախտման ռիսկ է պարունակում իր մեջ եւ համապատասխանաբար այդ հարցը բարձրաձայնվել է։ Ուրեմն դատախազությունը իհարկե առարկել է անձեռնամխելիության քննարկումը արդեն այն ծավալով չի եղել, ինչ որ եղել է այս ծավալով, որովհետև վճռաբեկ դատարանը այս պահին դեռևս գործող իրավակարգավորումների շրջանակներում որոշակի սահմանափակումներ է դրել, այսինքն մենք չենք փորձել եւս մեկ անգամ ասել համաձայն ենք կամ համաձայն չենք վճռաբեկ դատարանի որոշման հետ, այլ ընդամենը կիրառելով վճռաբեկ դատարանի որոշումը, ինչը պահանջում է Հայաստանում գործող օրենսդրությունը, քանի դեռ այդ որոշումը չի փոխվել, ներկայացվել են դիրքորոշումները։ Այսինքն մարտի 1-ը հիմնական ուղերձն այն է, որ խաղաղ չի եղել ցույցերը, ճիշտ ենք հասկանում։ Դուք էլ դեռ հարցը տվեք, եթե համընկնի։ Ես նկատի ունեմ տեսանյութերը դատանում հետազոտվում։ Չէ, հետազոտում որպես այդպեսի տեղի չի ունեցել, դրան հիմա մի քիչ ավելի մանրամասն կանդրադառնամ։ Պարունակությունը վերաբերվում են ինչպես մարտի 1-ի երեկոյան, մարտի 1-ի ցերեկը, այնպես էլ որոշակի գործընթացների հիմքերին ավելի մանրամասն այս բանին չեմ կարող ասել, բայց ըստ էության այդ տեսանյութերից ակնհայտորեն երևում է որոշակի գործընթացներում խաղաղ չլինելու փաստը, որոշակի երևում է հնարավոր ռիսկերը, որոնք եղել են մարտի 1-ին չառնչվող, նախկինում առնչվող գործընթացներին փետրվարյան, այդ թվում նաև բավականին մի քանի տեսանյութեր վերաբերվում են պարոն Քոչարյանի արդար դատաքննության իրավունքին, դա տեսաձայնագրություններն են ու դրա հետ կապված որոշակի տեսանյութեր։ Որևէ նյութ, որը հանրությանը հայտնի չի կամ առնվազն հանրությունը հնարավորություն չունի ծանոթանալու, չի ներկայացվել։ Բոլոր նյութերը համացանցից են, որտեղ պայծականհայտ երևում է, այսինքն ինչի մասին է խոսքը։ Վերադառնալով հետազոտմանը, այս հարցը մենք բարձրացրել ենք նաև նախկին քննության ժամանակ եւ այս խնդիրը դեռևս շարունակում է իմ կարծիքով վերջնական լուծված չլինել, քանի որ չնայած Կալանքի ինստիտուտը, երբ որ քննարկում ենք եւ կալանքի երկարացման գործընթացները դիտարկում ենք, ապացույցների հետազոտման
փուլ որպես այդպիսին նախատեսված չի օրենսգրքում, այսինքն չկա որ պետք է ապացույցներ հետազոտենք դրանց թույլատրելիության, դրանց վերաբերելիության հարցերը, արդյոք այդ ապացույցը կարող է կիրառվել այս գործընթացի համար, եւ կա այսպես կոչված նյութերի հրապարակում դիրքորոշում ներկայացնելու հետ։ Այստեղ իմ կարծիքով կա որոշակի սահմանադրականության խնդիրներ, բայց այս փուլում դա հիմնական խնդիրը չի ամբողջ գործընթացի եւ որպես այդպիսի հետազոտում տեղի չի ունեցել, ինչին դատարանը ներկայացրեց, որ իր աշխատասենյակում եթե անհրաժեշտություն կլինի կդիտարկի, ու կարծում եմ կդիտարկի համապատասխանաբար, բայց բացի տեսանյութերից բազմաթիվ դատական գործեր են ներկայացվել, բացի տեսանյութերից ներկայացվել է, այո, ներկայացվել է նաև Միեդի գործի որոշակի, այսինքն Սաղաթելյանի գործը դրա որոշակի վերլուծություններ, այսինքն այս պահին գործող Հայաստանում գործող իրավահամակարգի շրջանակներում ցույց է տրվել, որ մեղադրանքում առկա ձևակերպումները, ու ոչ թե մի ձևակերպման մասին չի, բազմաթիվ ձևակերպումներ չեն կարող համարվել իրավացի։ Դա չի նշանակում, որ ցույցերը չեն եղել խաղաղ օրինակ փետրվարին, դա չի նշանակում, որ ցույցերը չեն եղել խաղաղ մինչև մարտի 1-ի երեկո, այսինքն դա չի նշանակում, որ նույնիսկ մարտի 1-ին Երևանի բոլոր հատվածներում այն չեն եղել խաղաղ, բայց դա նաև նշանակում է, որ որոշակի հատվածներում ակնհայտորեն եղել է ոչ խաղաղ գործընթաց։ Խոսքը չի գնում զինված կամ չզինված։ Ասեք Սաղաթելյանի գործով դուք ասացիք, որ Միեդից որոշակի դեպք եք ներկայացրել։ Մենք չէ, քննչական մարմինը մենք մեկնաբանել ենք։ Ում դատախազությունը մենք մեկնաբանել ենք։ Դուք ներկայացրել եք ՀԿՑ-ի ԱԾԲ-ի խոսակցության։ Այո, դրանք նույնպես ներկայացված են։ Նախկին երեկվա նիստին Բոլորը երկուսը, քանի որ հետևյալ գործընթացն է տեղի ունենում, կա վճռաբեկ բողոք եւ բուն կալանքի գործը վճռաբեկ դատարանում է, հակառակ դեպքում այդ դրանք ներկայացված են եղել գործի շրջանակներում, կարիք չէր լինի եւս մեկ անգամ ներկայացնելու, կալանքի գործի երկարացումը փաստորեն դատավորի մոտ արկա չի նախկին փաստաթղթերի ոչ թե մեծ մասը ընդհանրապես նախկին փաստաթղթերը, հետեւաբար նախկին փաստաթղթերը որպեսզի արկա լինեն, ներկայացվել են եւս մեկ անգամ այն նույն փաստաթղթերը, որոնք նախկինում չեն եղել, օրինակ ներկայացվել է հայտնի 7-ի գործով դատախազների կողմից մեղադրանքից հրաժարվելու որոշումը, հիմք ընդունելով, որ 300 հոդվածի փոփոխությունից 2008 թվականի 300 հոդվածի փոփոխությունից հետո 300.1 հոդվածը եւ 300 նոր հոդվածը վատթարացնում են անձի վիճակը եւ չեն կարող կիրառվել։ Այո, կոնկրետ տվյալ դեպքում Ալեքսանդր Արզումանյանի որոշումը ներկայացվել է դատարան, որ կոնկրետ գործով, որ կոնկրետ դատախազների կողմից որոշում է ընդունվել։ Ներկայացվել է նաև այդ փաստարկը, ներկայացվել է ազգային ժողովի կայքից համապատասխան արտատպումներ, որտեղ երևում է, որ 2008 թվականի քրեական օրենսգրքի 300 հոդվածը չի համապատասխանում որոշակիության սկզբունքներին, եւ դա է պատճառը, որ համապատասխան նախագիծը փոփոխվում է եւ համապատասխանաբար չի կարող կիրառվել։ Նաեւ խնդրել ենք, եթե դատարանը ամեն դեպքում այդ լրիվը համոզիչ չի լինի, ներկայացվել է կներեք Համերբերգերի զեկույցը եւ Եվրոպայի խորհրդի համապատասխան զեկուցողի զեկույցը, որտեղ նշում է, որ 225 եւ 300 հոդված, այսինքն այն հոդվածները, որոնք կիրառվում են 7-ի գործով այդ թվում նաև Ալեքսանդր Արզումանյանի նկատմամբ եւ ոչ միայն իր, այսինքն նաև վարչապետի, նաև Սասուն Միքայելյանի, նաև այլոց չի համապատասխանում որոշակիության սկզբունքներին։ Այդ բոլորը ներկայացնելով խնդրել ենք դատարանին ընդհանրապես մերժել, քանի որ դատարանը այս փուլում գործի վերացնելու գործառույթ որպես այդպեսին չունի, այսինքն դա այլ գործառույթ է, այլ դատավարական փուլում է տեղի ունենում, բայց այս դեպքում երբ որ դատարանը տեսնում է, որ ակնհայտ գործը հիմնավորման խնդիր կա, պետք է կալանք ուղղակի մերժի, այսինքն իր գործիքը այս պահին կալանքը մերժելն է, բայց միևնույն ժամանակ խնդրել ենք, եթե դատարանը այս բոլոր հանգամանքները չի համոզի, որ 300-րդ հոդվածը, որը ըստ էության կիրառվում է հիմա պարոն Քոչարյանի նկատմամբ հակասահմանադրական է, կարող է դիմել սահմանադրական դատարան։ Այսինքն մեր սահմանադրության երկրորդ գլուխը գործում է ուղղակիորեն, եթե դատարանը ունի համոզմունք, որ նորմը հակասահմանադրական, այսինքն համոզված է միանշանակ, ունի հնարավորություն չկիրառելու։ Կարող են վիճեն հետո սահմանադրագետները ասեն, չէ, իր իրավունքը չի, վատագույն դեպքում պետք է դիմի սահմանադրական դատարան, բայց չի կարող կիրառել նորմ, որը գտնում է, որ չի համապատասխանում սահմանադրության որոշակիության սկզբունքին, ինչը անձի հիմնարար իրավունքներից մեկն է։ Պարոն Օջյան, երկու հարցում նախ 301 հոդվածի հետ կապված է, դուք դա պատրաստվում եք ներկայացնել դատախազություն եւ դուք ներկայացրել եք նաեւ քրեական հետապնդումը դադարեցնելու հետ կապված միջնորդություն, դրան ինչ ընթացք է տրվել եւ 3 դատարանը մի շարք հարցեր էր, հա, ուղղել քննիչին, այսօր նմանատիպ հարցեր դատանի կողմից բացատրել։
Ուրեմն մենք դիմել ենք ինչական վարույթ իրականացնող մարմին հետապնդումը պարոն Քոչարյանի նկատմամբ առնվազն 300 կետմեկ հոդվածով դադարեցնելու հիմքով շատ պարզ տրամաբանությամբ, այսինքն երբ որ քննարկում եք գործընկերներից հետ, ասում են կարճ էր, ասում ենք իմանալով կարճ, պարզ եւ սպիտակ են գրել։ Հնարավորություն կար գրելու 50-ից 100 էջ գիտավերլուծական մեկնաբանություններ, ինչի է համապատասխան տեքստը կիրառելի կամ ոչ կիրառելի, բայց շատ պարզ ասել են կա իրավական նորմ, կա ազգային ժողովի եւ կառավարության մոտեցում 2009 թվականին, կա Եվրոպայի խորհրդի որոշակի մոտեցում, Վենետիկի հանձնաժողովը ասել է ինքնին հակասահմանադրական կարողա չի, բայց դա շատ լայն մեկնաբանման խնդիր է առաջացնում, որը հիմք է տալիս հակասահմանադրականության եւ ամենակարևորը ունենք դատական պրակտիկա, այսինքն ունենք դատախազության կողմից հրաժարում մեղադրանքից դատականության փուլում, ինչը նշանակում է, որ կա դատական պրակտիկա։ Այս բոլորը հաշվի առնելով պետք է ուղղակի մեղադրանքը դադարեցվի։ Եթե այս բոլորը ավելացնում ենք 3 էիք, թե 3 չեմ այսօր կամ 3 էիք հարցնում ձայնագրությունները Արգիշտի Կիվիրյանի մոտեցումը, հա, այսինքն եթե դրան էլ ավելացնում եմ Արգիշտի Կիվիրյանի, այսինքն այդ մոտեցումների ձայնագրությունները, ակնհայտորեն այստեղ մենք արդեն տեսնում ենք քաղաքական հետապնդման էլեմենտ։ Խոսքը չի գնում, այստեղ ուզում եմ ուշադրություն դարձնել, քաղաքական հետապնդումը չի նշանակում քաղաքական հետապնդում ինչ որ X մարդու կողմից։ Ընդհանրապես նշանակում է, որ երկրում արկա է որոշակի գործընթաց, որը չի տեղավորվում իրավական գործընթացների միջև։ Այս ուղղակի զուտ որպես սահմանումների մասով։ Հիմա մենք դիմել ենք պատասխան դեռևս չունենք, պատասխան ստանալու կամ պատասխան ստանալու ժամկետը լրանալուց հետո դիմելու ենք նաև վերադասության կարգով եւ դիմելու ենք դատարան ամբողջ ցիկլով։ Հիմա ոնց կլինի գործընթացը կտեսնենք, հուսով եմ կարիք չի լինի բողոքարկման, բայց ժամանակը ցույց կտա։ Մյուս հարցի հետ կապված դատարան հարց այս անգամ։ Հա, հարցեր։ Քանի որ փուլերով է դատական գործընթացը տեղի ունենում, այսինքն առաջին փուլում քննիչը ներկայացնում է միջնորդությունը եւ միջնորդության փուլում դատարանը իր հարցադրումներն է պարզում։ Հա, լավ, հարցադրումներն է պարզում, որից հետո ներկայացնում ենք մեր առարկությունները եւ մեր առարկությունների մասով է իր հարցադրումները պարզում, այսինքն այս փուլում քննիչից լայնածավալ հարցադրումներ չեն եղել, ինչ որ առանձին հարցերի վերաբերյալ, որոնք ինչ որ վեճի կամ բանավեճի կամ քննարկման առարկա են եղել, դատարանը ինչ որ հարցեր եւ մեզնից եւ վարույթ իրականացնող մարմնից փորձել է պարզել, բայց որ ասենք տենց ինչ որ լայնածավալ, ինչ որ մասսայական շատ հարցեր այս փուլում որպես այդպիսի չի եղել ուղղակի զուտ ելնելով փուլի առանձնահատկություններից։ Մտերիմ չէ, նույն կուրսեցի են։ Մտերիմ հարաբերություններ չունեն, ես հարցրեցի Լևոն Քոչարյանին, նշեց, որ եղել են, ինքն էլ է ճշտել, եղել են մի կուրսում, դե կուրսը 200 քանի հոգի է եղել է մի քանի հոսքից բաղկացած եւ որպես այդպեսին ինքը չի իմացել միջև իմացել է, այսպես ասած, հա։ Այսինքն ջերմ ընկերական կամ ոչ ընկերական հարաբերություններ առնվազն իր կամ ճշնամականի նկատի ունեմ, նույնպես չի եղել։ Ուղղակի սովորել են նույն կուրսում։ Հունվարի 18-ին ժամը 17:30։